Պարոն Բաբոյան, ռուսական կողմը փաստացի իր դիրքորոշումը հայտնեց երկաթուղիների կոնսենսիոն կառավարման հետ կապված բացասական առումով, ասաց, որ սա կարծես միայն Հայաստանի դիրքորոշում է, թեև հայկական կողմը ասում է, որ այնպես են կանել, որ թե Ռուսաստանի, թե մեր այսպես համատեղ որոշման կան։ Հիմա սրա հետ կապված ոնց է հետական պատկերացնում Ռուսաստանի այս դիրքորոշումը հայտնի հաշվի առնելով ու երկաթուղիների հետ կապված ու մեկ հարցեր մենք պարբերաբար այսպես պաշտոնական մակարդակով լսում ենք, որ Ադրբեջանից ներկրվել է բենզին կամ իր տարածքով ցորեն։ Լավ չկա այնպեսի ապրանք, որ այսպես հակառակ լինի, այսինքն Հայաստանից գնա Ադրբեջան, այսինքն այս միակողմանի տնտեսական գործընթացը։ Տեսեք, Ադրբեջանի տարածք, ադրբեջանական ծագման մեկ կամ երկու արտադրանք է եկել Հայաստան, այսինքն դա բենզինն է եղել եւ դիզելային վառելիքը, այլ ապրանք չկա, իսկ Ադրբեջանի տարածքով գրեթե ամեն օր մի բան գալիս է, այսինքն օրինակ սուպերմարկետների ցանցերից մեկը նոր զովքը Ադրբեջանի տարածքով դիմել է, որ բերի սպիտակաձավար ենթադրենք։ Մեկ ուրիշ կազմակերպություն դիմել է, որ բերի քարածուխ ռուսական։ Մյուսը պարբերաբար բերում է հացահատիկ, այն մյուսը պարբերաբար արդեն բերում է բան, պարարտանյութ, սելիտրա, հա։ Այսինքն այս process-ը այն ինչ-որ Ադրբեջանի տարածքով գալիս է, այդտեղ այնքան ապրանքը ամեն օր ամեն օր չէ, բայց պարբերաբար այնքան է գալիս, որ ինքը շատ սովորական երևույթ է արդեն դարձել։ Եվ ինչպես ասում են, ես օրինակ կորցրել եմ արդեն հաշիվը, ապրանքատեսակների ցանկը եւ այլն։ Ինչ կա այդպիսի ապրանք, կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել բանի փայլատի տեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի տեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է որ այսինչ հաստության փայլատի տեղը մեզ հետաքրքրում է, կարող եք ասել ինչ ծավալով ինչ ժամանակում եւ ինչ գին կարող եք տալ մեր արտադրողը ծավալը, գինը, այսինքն այսքան ժամանակում կարող եմ տալ այս ծավալի այդ որակի արտադրանք։ Տվել է։ Դեռ պատասխան չենք ստացել։ Այսինքն այստեղ մյուս կողմից, որ բանակցությունները գնացնեն առաջ եւ եկել ենք քիչ թե շատ, այսպես ասած, հետաքրքրության, դա կոնկրետ արդեն ասացի փայլատի տեղի դեպքում է։ Ոյ, հիմա չեմ կարող ասել։ Ինչ նկատի ունեք երկար։ Դա պետք է աշխատեն, գիտեք, հիմա ոչ մի բան էլ հեշտ չի եղել ու ոչ մի բան էլ, որ գնում ես առաջին անգամ խոսում ես, բանակցում ես, ես չեմ հիշում, որ լինի այո, այսինքն ու բոլոր երկրների հետ, մենակ Ռուսաստանի հետ չէ, պետք է աշխատես, բանակցես եւ ի վերջո դրա արդյունքում գանք մեզ համար ընդունելի կամ մեզ համար դրական լուծման։ Պարոն Բաբոյան, Ռուսաստանը ապրիլի 1-ից սահմանափակում է բենզինի արտահանումը։ Սա ինչքանով կազդի մեր վրա, թե որ ԵԱՏՄ-ենք դա չի ազդելու, եթե ազդելու է, ինչպես է ազդելու։ Մեր վրա չի ազդելու դա, մենք ունենք այնտեղ որպես ԵԱՏՄ անդամ մեր քվոտաները եւ Հայաստան արտահանման վրա դա ազդեցություն չունի։ Իրականում մենք հիմա Ռուսաստանից քիչ ենք ներմուծում բենզին, այսինքն մեր բենզինը Ռուսաստանի մասնաբաժինը այս պահին քիչ է վերջին ամիսներին, ավելի շատ եվրոպական ծագմաններ, մասամբ Ադրբեջանի, մասամբ իրանական, մասամբ նաև ռուսական, բայց այնուամենայնիվ նման խնդիր չկա, նույնիսկ այդ փոքր մասնաբաժնի դեպքում խնդիր չկա։